Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, գտնվում եմ Ավան վարչական շրջանում, Հովանեսյան թաղամաս 26/2 հասցեով։ Խայտարակ մի իրավիճակ, կրկին բոլորս հասկանում ենք, որ ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Գործավարական նիստին Ավինյանին թաղապետների ինչ-որ հրաշքբաներ են զեկուցում, իրանք աննախադեպ անհամեստ հայտարարություններ են անում, իրար ժպտում եւ ուրախանում են, խնդրեմ, տեսեք իրականությունը Երևան քաղաքի։ Սա Սոմալին չի, կներեք, ավելի մոտիկ պարզապես չեմ կարողանում գնալ, ստեղից արդեն խեղդվում եմ, բայց կոյուղաջրեր, հարգելի հայրենակիցներ։ Ու մնացածը ավելի ցույց տամ, դուք հասկացեք։ Խնդրեմ, տեսեք։ Այն էլ մանկապարտեզի մուտքա, որը այս պահին փաստացի բլոկավորված է, մարդիկ ցենց պետք է երևի գնամ, չգիտեմ։ Ցենց ցույց տամ ու ձեզ ասեմ, պատկերացրեք իրականությունը ոնց է մեր քաղաքում, երբ որ այդ գալստուկներով մեր պաշտոնավորները նստած են Երևանում, Երևանի քաղաքապետարանում ու պատմություններ են պատմում, թե ինչ լավ է քաղաքում ամեն ինչ, մեր քաղաքը բարեզբուն իմաստով հասկացաք ինչի մեջ է։ Տեսեք, հասալ մի այլ հետաքրքիր բան, եկել են փորձել են իբրև թե աշխատեն, ստեղ ծառ է եղել, այս ծառն է կտրել են, որտեղ իրանց խանգարել է, տեսեք, ոչ նեխած բան կա վրան, ոչ մի բան, առողջ ծառ։ Հիմա մի քիչ հեռվանամ ու պատմեմ ձեզ պատմությունը, սիրելի հայրենակիցներ։ Քաղաքացիների ահազանգներով, ստեղի բնակիչների ահազանգներով եմ եկել այստեղ։ Ասացին, որ դեկտեմբեր ամսին ստեղ ինչ որ կոյուղաջրերը դուրս են եկել լուկերից, եկել են ինչ որ արագ թքել կպցրել լուծումներ են տվել, որից հետո 20 օր առաջ կրկին էլի ջրերը սկսել է դուրս գալ։ 5 օր դուրս է եկել այդ կոյուղաջրերը փողոց, այս բակի կողմ, որից հետո փաստացի մարդիկ եկել են թե իբրև աշխատեն, եկել են այս փոստն են փորել։ Առաջի տպավորությունից թվում է եկել են փոստը փորել են, որպեսզի լուծում տան, փոստը փորել են, այս վիճակով թողել են, 2-3 անգամ եկել են շուտ հնդիկները աշխատել են կես ժամ 40 րոպե, ռեալ ոչ մի լուծում չեն տվել ու խնդրում եմ համեցեք, տեսեք ինչ վիճակ է, մարդիկ այստեղ ապրում են, այստեղ պետք է երեխաները խաղան, չգիտեմ, բակա։ Բարի բուն իմաստով շնչել չի լինում, հարգելի քաղաքացիներ, քաղաքացիական պայմանագրի քաղաքային ամբողջ էլիտային հրավիրում եմ գալ Ավան վարչական շրջան, Հովանեսյան 26/2 հասցեով։ Այս վիճակը արդեն 15 օրից ավել է այսենց է։ Ոչ մի հարց չի լուծվել, մարդիկ հիմա եղանակները ինչ տաքացել է, այսօր բնակիչները ասում են հիմա արդեն մինչև այս եթե ուղղակի տգեղեր սա տեսնելի, հիմա արդեն շնչել չի լինում, եւ դրանից բացի, երբ որ այս աշխատանքները իբրև թե եկել արել են, այսինքն 20 օր առաջ, 15-20 օր առաջ եկել են այս փոսը փորել են, որ հարցին լուծում տան, ժողովուրդ ջան, լուծում չեն տվել ապիկարները, բացի դրանից, այս տրուբան, որ եկել են ստեղ սարքեն, ստեղով անցնում է վերելակի հոսանքի գիծը, որի արդյունքում այս շենքը 15 օր վերելակը չի գործում, 15 օր, տեսեք, 4-5 արգանի շենք չի, երկար շենք, այսինքն վերևի հարգում ապրող մարդիկ 2 շաբաթից ավել չեն կարող օգտվել վերելակից։ Ավինյանին հարցնենք, քաղաքի սա վերելակները փոխել են, քաղաքը հրաշք վիճակում է, այս շենքի առաջին վերելակը փոխված չի, գտնվում է խայտարակ հակահիգիենիկ վիճակում, երկրորդն է, արդիկ 2 շաբաթը չեն կարողանում այդ վերելակից օգտվել։ Ջան, ստեղ եք ապրում, կներեք, թույլ կետակ ձեզ նկարել, թե չէ, թույլ կետակ ձեզ նկարել, ասեք, ինչ է, հա, վсё, շատ շնորհակալ եմ, քաղաքացին ասեց, որ մեզ հարգում եւ սիրում են, շատ շնորհակալ ենք, կուզեի քաղաքացին իր կարծիքը ասել այս ամեն ինչի մասին։ Ժողովուրդ ջան, կներեք, վերադառնալով թեմային, տեսեք, 2 շաբաթ է այս վիճակն է, հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ, շնչել չի լինում, միշտ տաքացել է, եկել են իբրև թե սարքեն փոս են փորել, փոսը սենց փորած թողել են, դրանից հետո զանգել են թեժգից քաղաքացիները 10 օր առաջ, ասել են օքեյ, կգանք կսարքենք, այդ զանգից հետո 2 օր տրակտոր աստեղ եկել, 2 օրն է կես ժամ է աշխատել, որ փաստացի ոնց բնակիչներ ասցին, հնդիկները ուղղակի մտած ցեխերի հետ խաղացե դուրս են եկել, ոչ մի ռեալ օգուտ եւ աշխատանք չեն իրականացրել, այս փոստն են փորել, այս նայեք մի հատ է կողքից հավելյալ փոս են փորել ու ոչ մի լուծում։ Գրանքի մեջ կորած թաղամաս, չաշխատող լիֆտ,
եւ սուտի աշխատանքների արդյունքում հատված առողջ ծառ։ Էսա քաղաքացիական պայմանագիրը։ Ձեր գալստուկները հանեք, ձեր սուտի պրոֆեսիոնալ կոմպետենտ դեմքները դրեք մի կողմը, դիմակները հանեք։ Եկեք Ավան վարչական շրջան, լուծում տվեք հարցին, շորջիկը միացված է, շատ արագ։ Համ լիֆտը սարքեք, համ էս փոսը փակեք, համ էս զզվելի հոտը վերացրեք ու առհասարակ մի հատ սթափվեք ու սկսեք աշխատել։ Սա խայտարակություն է։ Սա մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, սա Սոմալին չի, մենք ջրի խնդիր չունենք, ենթակառուցվածքների խնդիր չունենք։ Նման հարցը, գիտեք, ոչ ոք կլաուզիայով չի ուզում զբաղվել, sense միտեղ մի հատ խնդիր գտնենք, գանք վարքյանական նկարենք։ Ոչ, ամեն տեղ իհարկե կարող են խնդիրներ լինել, թե վերելակի հետ, թե գոյուղագծերի հետ, բայց պետք է օպերատիվ աշխատանք ցույց տալով, որ դուք սիրում եք ձեր քաղաքացիներին, բայց դուք ցույց եք տալի, որ դուք սիրում եք միայն ձեր անձնական կյանքի բարելավումը, ձեր նոր ծառայողական մեքենաները, ձեր շքեղ գրասենյակները։ Իսկ սա ձեր վերաբերմունքն է երևանցիներին, խնդրեմ։ Ընտրություններից հետո դուք եք հայտնվելու այս վիճակում, այս ինչը որ այստեղ է հիմա, մյուս ընտրություններից հետո դուք եք լինելու այս վիճակում, ժողովուրդ։ Երևանցիներ ջան, համբերություն ձեզ, դիմացեք, քիչ է մնացել, սրանցից ազատվելու ենք, թե քաղաքը, թե պետությունը։ Մենք հիմա, քանի իրանք իշխանության մեջ են, ոչ միայն այս թաղամասի ժողովուրդն է այս կղանքի մեջ, այլ մենք բոլորս։ Բայց քիչ է մնացել։ Լավ եղեք, կհանդիպենք Երևանի փողոցներում։